Օգոստոսի 15-ին հարավային մայրաքաղաքը տոնեց քաղաքի օրը։ Ավանդույթը չխախտելով այս տարի եւս Կապանում մարզական, մշակութային եւ համայնքային միջոցառումների պակաս չզգացվեց։ Կարևոր իրադարձություններից մեկը Հալիձոր հավատքի ամրոց եւ հացատաշտ հարթաքանդակների բացման հանդիսավոր արարողությունն էր, որը նոր ճարտարապետական շունչ հաղորդեց քաղաքին։ Այս հարթաքանդակները լոկ պատ ու քանդակ չեն, սրանք կենթանի հիշողություն են, որոնք կամուրջ են գցում անցյալի, ներկայի եւ ապագայի միջև։ Մեզ հիշեցնում են այն արժեքների մասին, հանուն որոնց ապրել, արարել եւ զոհվել են մեր նախնիները։ Սա խոնարհում է մեր ազգային ազատագրական պայքարի հանճարեղ զորավար Դավիթ Բեկի եւ նրա քաջակորով զինվորների անմահ հիշատակի առջև։ Այնուհետև տոնական միջոցառումների մասնակիցները մեկնեցին Բաղաբուրճի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցելու եւ խոնարհվելու հայրենիքի պաշտպանության համար կյանքը զոհաբերած հերոսների հիշատակի առջև։ Մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում տեղի ունեցավ «Կապանը մեծարում է իր երախտավորներին» խորագրով հանդիսավոր նիստը։ Միջոցառումը պատվեցին մարզային եւ համայնքային իշխանությունների, ինչպես նաեւ հանքարդյունաբերական եւ հասարակական տարբեր կառույցների ներկայացուցիչներ։ Օրվա խորհրդին համահունչ շնորհավորական խոսքով եւ միասնական աղոթքով հանդես եկավ Սյունյաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը։ Կապանը մենք ընդունում ենք որպես հարավային մայրաքաղաք եւ չենք սխալվում։ Մայրաքաղաք ոչ թե անունով են դառնում, այլ գործերով։ Այսօր շենանում է մեր քաղաքը, գեղեցկանում է մեր քաղաքը, հզորանում է մեր քաղաքը համայնքապետի ավականու աշխատանքի շնորհիվ, բայց այդ ամեն ինչը չէր լինի, եթե կապանցին չսիրեր իր քաղաքը։ Կապանի օրը բացառիկ տոն է, որը ամեն տարի համախմբում է քաղաքացիներին մեկ գաղափարի շուրջ։ Սերար հայրենի ծննդավայր եւ հարազատ ժողովուրդ, ելույթի խոսքում նշեց համայնքի ղեկավարը։ Կապանի օրը հրաշալի առիթ է մեկ անգամ եւս արժևորելու մեր քաղաքի անցած ճանապարհը, անդրադառնալու նրա պատմության կարևորագույն էջերին, գնահատելու այն ձեռքբերումները, որոնք ձևավորել են քաղաքի այսօրվա ինքնատիպ դիմագիծը եւ ամենակարևորը նորովի գիտակցելու, թե ինչ է նշանակում լինել կապանցի, կրել նրա պատմությունն ու պատասխանատվություն ունենալ նրա ապագայի նկատմամբ։ Հենց այդ պատասխանատվության գիտակցումն է, որ մեզ պարտավորեցնում է ամեն տարի վերադառնալ մեր պատմության ակունքներին, եւս մեկ անգամ իր լուր աշխարհի բարձրաձայնել, որ թեև Կապանը շրջանային ենթակայության քաղաքի կարգավիճակ է ստացել 1938 թվականին, այդուհանդերձ նրա պատմությունը շատ ավելի հին ու խորը արմատներ ունի։ Քաղաքի օրվա կարևոր ավանդույթներից մեկի համաձայն համայնքի զարգացման տարբեր ոլորտներում նշանակալի ներդրում ունեցած անձանց Գևորգ Փարսյանն արժանացրեց պատվոգրերի եւ շնորհակալագրերի։ Կապանում իրականացվող բազում նախաձեռնությունների կյանքի կոչման ճանապարհին նշանակալի դեր ունի նաև Զանգեզուրի փնձամոլիբդենային կոմբինատը, որի ղեկավար կազմը նույնպես ներկա էր հանդիսությանը։ Մշակույթի կենտրոնի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի տպավորիչ համերգային ծրագրով եզրափակվեց ցերեկույթը։ Ծրագրի իրականացման համար Տոնական օրը նշանավորվեց նաև Կապանի սոցիալական աջակցության կենտրոն ՀՕԱԿ-ի ժամանակավոր կացարանի հանդիսավոր բացմամբ։ Մարզում նմանը չունեցող նախաձեռնությունը նպատակ ունի աջակցել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված, ինչ-ինչ պատճառներով անօթևան դարձած անձանց, նրանց ապահովելով ժամանակավոր կացության անհրաժեշտ բոլոր պայմաններով։ Մենք բազմիցս հանդիպել ենք այնպիսի իրավիճակների, որ չեն կարողացել մարդկանց ապահովել, արագ արձագանքել այն պատճառով, որ համայնքում կամ մարզում նման ծառայություն չկար եւ համայնքապետարանը
որոշեց հիմնել այդպիսի ծառայություն, այսուհետ մենք վստահորեն կարող ենք շատ արագ արձագանքել նման դեպքերի եւ կարծում ենք, որ մեր քաղաքացիները մշտապես պետք է զգան համայնքապետարանի աջակցությունն ու հոգատարությունը։ Ժամանակավոր կացարանում ապրողները, այսինքն մեր քաղաքացիները կստանան սոցիալ-իրավական, սոցիալ-հոգեբանական, սոցիալ-տնտեսական, սոցիալ-իրավական աջակցություն եւ 90 մաքսիմում 90 օր ժամկետում մնալուց հետո նրանք պետք է տեղափոխվեն իրենց մշտական բնակության վայրեր։ Շարունակելու է կենտրոնը, շարունակելու է մատուցել նաև ծառայություններ երեխաներին, ինչպես նախկինում, այսինքն ոչ մի բան չի փոխվել, Կապանի համայնքապետարանը ընդլայնում է քաղաքացիներին տրամադրվող սոցիալական աջակցությունը եւ սոցիալական նոր նախաձեռնություններով է հանդես գալիս։ Օրվա երկրորդ կեսը Կապանում վերածվեց իրական բազմամարդ տոնախմբության, ցուցահանդես վաճառքը համախմբեց բազմաթիվ այցելուների։ Կապանցու ստեղծարար միտքն ու ձեռքի աշխատանքը իրենց յուրահատուկ դրսևորումն էին գտել ցուցահանդես վաճառքում, ներկայացնելով տեղացիների ստեղծարար ներուժն ու ինքնատիպությունը։ Ներկայացնում ենք ձեռագործ գորգերի տաղավարը, միտք ծագել է 24 թվականին, եղբորս առաջարկով եւ համատեղ միասին ստեղծում ենք գորգեր։ Գործի հիմնաշանակում եմ ես մենակով մինչեւ եղբորս վերադառնա բանակից ու ունենք Կապանի նվիրված տարբեր գորգեր, այս պայծրությամբ գերբն է, բայց կա նաեւ անհատական պատվերներ, որը մենք անում ենք։ Գրեթե 10 տարի է ինձ զբաղվում եմ ձեռագործությամբ, մասնագիտությամբ կերամիկ եմ, խեցեգործ, դրա հետ համատեղ որպես հոբբի ընտրել եմ մազակալներ, աքսեսուարներ, այն ինչ պատրաստվում է ձեռքով։ Սիրում եմ ձեռքի աշխատանքները, այժմ զբաղվում եմ հագուստի մոդելավորմամբ, բայց այնուամենայնիվ չեմ կարողանում դադարեցնել այսպիսի փոքր աշխատանքները, սիրով եմ կատարում։ Հարազատ քաղաքին իրենց սերն ու բարեմաղթանքները փոխանցելու առիթը բաց չթողեցին կապանցիները, համոզված են նոր ձեռքբերումներն ու հաջողությունները միասնական աշխատանքի արդյունք են, յուրաքանչյուրն այդ գործում պետք է ներդրում ունենա։ Կապանը մեզ համար այնպիսի քաղաք է, որ ուժեղ է իր մարդկանցով, հարուստ է իր ավանդույթներով, ժողովրդով եւ խոստումնալից է իր ապագայով։ Ցանկանում եմ մաղթել Կապանին միայն ու միայն խաղաղ, ապահով ապագա, այն ամենը, ինչ որ տեսնում ենք այսօր Կապանում, միայն կապանցու շնորհքն է։ Սա իսկապես կապանցու տոնն է, Կապանի տոնն է, մեր օր-օրի զարգացող քաղաքի տոնն է։ Ցանկանում եմ, որ շատ ավելի պատասխանատու, շատ ավելի սիրով վերաբերվեն ամեն մի ստեղծագործության, քանի որ ամենքս մեր ստեղծագործությամբ մեր սերն ենք տալիս Կապանին, որովհետև Կապանը արժանի է սիրո։ Առաջին հերթին հիմա միակ նպատակս դառնալ լավ մասնագետ ու հենց աշխատել իմ քաղաքի համար, իմ քաղաքի ծաղկելու համար ու հիմա տեսնում եմ, որ բոլոր երիտասարդների հենց նպատակը է թե ու շատ ուրախ եմ այդ առումով։ Օրը եզրափակվեց մայրաքաղաքից ժամանած սիրված կատարողների ելույթներով եւ ավանդական դեպի Եգիպտոս ուղևորության խաղարկությամբ, իսկ բնության անակնկալ անձրևը չխոչընդոտեց կապանցիների բարձր տրամադրությանը։ Անի Գրիգորյան, Ռոբերտո Հանջանյան, Սյունիք լուրեր։